Սիրիալայնակիցներ, քույրերի եղբայրներ, ողջույն եւ բարի վերադարձ Խոստուկ մեդիա։ Այսօր մեր հիմնարար թողարկման հարգարժան հյուրն է Պիար Անդրանիկոսյանը։ Առաջին անգամ եմ պատիվ ունենում իրեն հետ շփվելու, այնպես որ այսօր ծանոթության նպատակով է որ պետք է հանդիպենք, բայց միաժամանակ խոսենք շատ կարևոր հարցերի մասին ազգային, երկուսը երիտասարդ ենք, բնականաբար ունենք մոտեցումներ եւ կարծիքներ մեր երկրի այսօրվա եւ վաղվա մասին։ Բարև ձեզ, հարգելի հարգարժան հյուր։ Բարև ձեզ, շնորհակալություն ունելի համար, լավ շնորհակալություն դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Քանի որ ես ինքս ձեզ շատ լավ չեմ ճանաչում, պետք է խնդրեմ երկու բառով մեր հայրենակիցներին ներկայանաք երկու բառով։ Ով եք, որտեղից են ձեր արմատները, ինչով եք զբաղվում։ Ինչպես արդեն ասացիք, ես Անդրանիկն եմ, արմատներս փոքր հայկից են, Սեբաստիա քաղաքից։ Ծնվել եւ ծնվել եմ Գյումրիում, մեծացել եմ Մոսկվայում։ Սովորել եմ, հետո տեղափոխվել եմ Հայաստան, ուսումը շարունակելու։ Որտեղ սովորել եք, ընդհատվեց կապը, որտեղ եք սովորել, Մոսկվա։ Մոսկվայում ֆիզիկա եմ սովորել, Ռոսիյский տեխնոլոգիական ունիվերսիտետ, ռուսական տեխնոլոգիական համալսարանում։ Բարի։ Տեղափոխվել եմ Հայաստան։ Երբ եք տեղափոխվել Հայաստան։ Տեղափոխվել եմ Հայաստան 2023 թվականի դեկտեմբերին։ Շատ բարի։ Ինձանից 1 տարի անց, ես էլ 2022 թվականին եմ հայրենադարձվել Ֆրանսիայից։ Երկու նախկին գաոտ հայեր, որոնք բնակվում են հայրենիքում, շատ ուրախ եմ։ Իսկ այստեղ ինչով եք զբաղվում։ Այստեղ հիմա սովորում եմ ֆիզիկա, կրկին շարունակում եմ։ Զբաղվում եմ զուգահեռ ուսումնասիրություններով, տարբեր հայկական բաներում ուսումնասիրում։ Ինձ համար ավելի հետաքրքիր լեզվի ուսումնասիրությունը ու որոշ աշխատանքներ ֆիզիկայի եւ կաբերի ոլորտում։ Շատ բարի։ Այդ ամեն դեր կանրադառնանք իհարկե։ Իրականում ես մեր հայրենակիցներից, մեր հետևորդները որ կան, շատ հաճախ հարցնում են, փոքր յուրատուկ հյուրերի ես կանչում, մարդկանց որ անգամ չեն ճանաչում, եւ նրանց ասում են պարզ մի բան, մեդիա արտաքներ շատ կան եւ շատ մարդկանց անընդհատ տեսնում ենք, բայց դա արդյունք չի տալիս, այնպես որ Խոստուկ մեդիա եւ իմ անձնական նպատակն է, որ լավ իմաստով եմ իհարկե այս բառն ասում, որ սրանք նոր մարդկանց, լավ հայերի հետաքրքիր զրույց ունենանք եւ ինչ որ մի բան տանք, հա ժողովրդին, որտեղ անընդհատ նույն ռոպագանդան ենք լսում ու ցավոք սրտի շատ հաճախ հակահայկական, մասնավորապես երբ որ հարցը գնում է ինչ որ ավելի իշխանական թևի մասին, որը ուղղակի անպտուղ է, այնպես որ այս մեր բարձունակ եւ շատ sense հաճելի զրույցները իմ համար ավելի կարեւոր են, քան այդ դասական մոտեցումները։ Ես պատական նկատեցի, որ Facebook-ում ընկերներ ենք, այդպես է իրականում, որ իմ մոտ միտք առաջացավ ձեզ հյուրընկալել մեզ մոտ, նորից ուսումնասիրեցի, ես շատ հաճախ մարդկանց չեմ ճանաչում, տեսնում եմ հետաքրքիր ինչ-որ նյութ է տարածում, մասնավորապես ազգային ու ընկերանում եմ, դիմում եմ, աղջիկ տղա էական չի, շատ ժամանակ ինձ ասում են, բայց ձեզ չենք ճանաչում, ասում եմ ոչինչ։ Երկուս էլ հայ ենք, շատ դուր է գալիս ձեր այդ ամեն ինչը դուր է գալիս, դրա համար դիմում եմ, որպեսզի ընկերանանք ու ձեր նյութերին անդադ հետևեմ։ Ու տեսա, որ ինչպես որ դուք ասեցիք, հայոց լեզվով շատ եք հետաքրքրված, մասնավորապես գրականությամբ, հա, 5 գրեր, ոչ թե շատ հաճախ, այլ միշտ գրում եք դասական ուղղագրությամբ։ Որտեղից եկավ այդ հետաքրքրությունը ձեզ մոտ։ Որտեղ այնպես չի, որ արևմտյան սփյուռքից եք, հա, Եվրոպայից, դասական սփյուռքից, որոնք դեռևս շարունակում են այդ ուղղագրությամբ։ Ռուսաստանում եք ապրել, Հայաստանում ծնվել, ոնց եղավ, որ դրա եկաք այդ եզրակացության։ Ուրեմն, երբ որ Հայաստանում էի սովորում, դպրոցում մեր գրականության ուսուցչուհին ասել էր, որ գոյություն ունի նաև այլ ուղղագրություն, որը տարբերվում է հիմիկվա ուղղագրությունից։ Զուտ 2-3 բառով ծանոթացրել էր այդ ուղղագրության հետ, եւ ես մոռացել եմ այդ ուղղագրության մասին մինչեւ 2019 թվականը, մինչեւ Նժդե կարտալ ուսումնասիրել է։ Երբ որ սկսեցի Նժդե կարտալ, Նժդե գործերին ծանոթանալ, հիմնականում կարտացել եմ, հանդիպել եմ դասական ուղղագրությունը, ու մի բան անընդհատ ամեն անգամ ինչ որ բան կարտալուց ես փորձում եմ իմ մեջ վերլուծել ինչ է հենց այդ բառերով գրված ինչ որ նախադասություն, ինչ որ միտք ինչ է հենց այդ բառերով նկարագրված, ինչ էմոցիաներ են եղել, ինչ ժամանակահատված է եղել եւ այլն, այսինքն փորձել եմ միշտ վերլուծել ու մտածեցի, որ
դա այն լեզուն է, որը մեր ներկան կապում է մեր անցյալի հետ, այդ ուղղագրությունը էլի մեր արմատների հետ, ու որպեսզի ավելի լավ հասկանամ Նժդեի գրականությունը, հետո կարողանամ ուսումնասիրել մեր պատմությունը, որոշեցի սովորել դասական ուղղագրությունը։ Այդ շատ դժվար է իրական դասական ուղղագրություն սովորել, որովհետև քանի որ չգիտես դասական ուղղագրությունը, հիմնական գիտելիքները դասական ուղղագրության մասին հենց դասական ուղղագրությունով։ Այդ իսկ պատճառով մի քիչ փոքր դժվար է ինչ-որ բան գտնել։ Ես փորձեցի Նժդեի աշխատություններից ինչ-որ բաներ դուրս բերել, օրենքներ դուրս բերել, նմանեցնել, հետո երբ որ արդեն ինչ-որ չափով տիրապետում էի, գտա գրականություն դասական ուղղագրության մասին եւ սկսեցի ավելի խոր ուսումնասիրել, սովորել եւ դարձնել իմ կյանքի անբաժան մասը։ Մոտավորապես ինչ որ նմանություն կա իմ հետ կապված նույնպես, ես էլ այդ ուղղագրությամբ ավելի շատ եմ ընթերցել տեքստեր տարբեր, եւ դեռևս Ֆրանսիայում եմ ապրում, եկեղեցու նույնպես փորձում եմ օգտակար լինել մեր եկեղեցուն, խորան է բարձրանում, այդ ամբողջ տեքստերը իհարկե նույն ուղղագրությամբ են, այնպես որ իմ աչքը սովոր է, բայց ցավոք սրտի մի քիչ դժվարանում եմ ճիշտ այդ դասական ուղղագրությամբ գրել, բայց նպատակ ունեմ հետագայում նաև խոստոտ մեդիայի շրջանակում Տիարքանյանին ենք հյուրընկալել մեզ մոտ, երևի գիտեք, մասնագետ է նաև դասական ուղղագրության, շատ կուզենայի որ ժամանակ լիներ ուղղակի եւ ինքնից մի փոքր այդ ամենը բացատրել, որպեսզի քիչ-քիչ գա ես նույնպես ձեր այդ կարգավիճակին, հա, ունակ լինեի գրեի այդ ուղղագրությամբ։ Իրականում շատ հեշտ է, ուրեմն երբ որ նոր էի տեղափոխվել Հայաստան, ինձ շրջապատող մարդիկ իմացան, որ ես տիրապետում եմ ու խնդրեցին որպեսզի սովորեցնեմ, ուրեմն մի հատ կարևոր բան կա, պետք է գրել, նույնիսկ եթե սխալ, պետք է գրել, ուղեղը զարգացնել, շատ կարևոր է, որովհետև բառեր կա, որոնք պետք է իմանալ, որ հենց այդպես է գրվում, եթե կիրառության մեջ դրվի այդ ուղղագրությունը, հեշտ է սովորել, իսկ այնպես նստել, մտածել, որ օրեսին որ կարող ստացվի, չէ։ Չէ, փորձ կատարում եմ իրականում, բաներ կան, որ հենց նույն ուղղագրությամբ գրում եմ, ինչև է, դա նպատակ եմ ինձ մոտ դրել, որ դրան գամ, եւ միաժամանակ նաեւ անսխալ գրեմ, եթե իհարկե հնարավոր է։ Մի այսպիսի հարց, շատ հետաքրքիր է, խոսեցիք Նժդեին բացահայտելու մասին, ոնց դա տեղի ունեցավ։ Ինչ որ մեկը դրա մասին խոսեց, դուք պատական բացահայտեցիք հերոս տարիքով կամ ինչ որ երթերքով քիչ հավանական է, բայց YouTube-ով ինչ որ նման հարթակով ոնց եղավ դա։ Այդ մեր այսպես ասած ազգային հերոսների մասին դե մանկուց բոլորս, գրեթե բոլորը լսել են, ինչ որ տեղեկություններ, գիտելիքներ եղել են, ուրեմն 2018 կամ ներողություն, միգուցե 17 թվականներ համահայկական թելադրություն եղավ Սփյուռքում։ Պետք է հավաքվեին բոլոր ցանկացող հայերը եւ հայոց լեզվով գրել թելադրություն։ Այդ ժամանակ ես արդեն մի քանի տարի հայերեն ոչ գրում էի, ոչ կարդում էի, կարդալը կարող ինչ-որ բաներ կարդայի, բայց հիմնականում ուղղությունս վերցրել էի դեպի ռուսական գրականություն, որովհետև մասնագիտական գրքեր էի կարդում, այդ ժամանակ ինձ ավելի շատ հետաքրքիր էր ֆիզիկան, մաթեմատիկան, այդ ամեն ինչը հիմնականում կարդում ուսումնասիրում էի ռուսերենով, որովհետև ավելի հասկանալի էր։ Այդ ուղղագրության թելադրության մասնակցելու ժամանակ գրելու ընթացքում հասկացա, որ շատ անգամներ հայերեն տառերի փոխարեն գրում եմ ռուսերեն տառեր։ Այսինքն այն բառերը, որտեղ պետք է գրեմ հայատառ ան, հայերեն ան, գրել եմ կիրիլյան ատառը։ Դրանից հետո մտածեցի, որ հերիք է, պետք է զբաղվեմ հայերեն ինքնության պահպանությամբ, որովհետև դե բոլոր հայերս էլ գլուխ են կովում, ասում ենք, որ մենք հայ ենք, բայց հիմնավոր փաստեր չունենք այդ կովանքի, այսինքն ասում ենք հայ ենք, բայց չգիտենք ինչի համար ենք հայ, ինչի համար պետք է գլուխ կովանք, ու որոշեցի ուսումնասիրել որոշ հայկական բաներ, Ռուսաստանում կա անտիտապոր, այդպես հաղորդում, Բայզի Մարությունովի, ինքը մի հատ շատ հետաքրքիր միտք էր գրել հեթանոս հայերի մասին ու ցիտել էր Նժդեին, որոշեցի Նժդե կարդալ, որովհետեւ ինձ համար միշտ Նժդեն եղել է ազգի բաղկացուցիչ մասից մեկը, որոշեցի հենց Նժդեից սկսեմ, որովհետեւ հասկանամ նաև դրսի հայության մտածելակերպը ու դառնամ այդ հայության մի մասը,
ու սկսեցի կարդալ նժդե, ավելի խորացա, նշանակում։ Շատ հետաքրքիր է։ Իրական ես էլ զուգահեռներ եմ տանում, որովհետև իդեպ կներեք իհարկե որ հարցնում, բայց քանի տարեկան եք, որ թվականին եք ծնվել։ Ես ծնվել եմ 2022 թվականին, ներողից, Շատ երիտասարդացեցիք ձեզ։ Որ թվականին։ 2002։ 2002։ Ուղղակի բացահայտ ման տարիները, այդ մոտավոր նույն տարիքին է իմ մոտ այդ ամբողջ տեղից 16-17։ Իմ մոտ էլ ուրիշ հաղորդում էր, չեմ հիշում ինչ հաղորդում, բայց բանավիճում էին, իրար շատ արդեն պայթունի պահներ եկել, հա, իրար վիրավորական խոսքեր էին հնչեցնում, մի կողմը նժդեին էր պաշտպանում, մի անցկար, մյուսները մի քիչ ավելի ագրեսիվ կամ պասիվ ագրեսիվ, ուղղակի որ տեսա ինչ որ մի հատ երևույթ կար, անունը չեմ հիշում այդ քաղաքագործի, արդեն չկա էլ երևի տարիքով մեծ էր, շատ խիստ քննադատում էր նժդեին, հայեր ազգությամբ, հայերեն էին խոսում, մտքիս մեջ ասի, եթե այս տականքը, որ իմ համար զզվելի նոսրալի երևույթ է, եթե նժդեին քննադատում, հա, ուրեմն նժդե հավանաբար նորմալ մարդ է եղել։ Պես նստեցի ուսումնասիրեցի, ցիտատներ իհարկե կարդացել եմ մի հատ երկու հատ նժդեից, բայց շատ նոր էր այդ ժամանակ, հա, շրջանառության մեջ դեռ չէր մտել, այնպես որ նույն ձև բացահայտեցի։ Ընկերունեմ ինքն էլ մի ուրիշ ապրելակերպով է ապրել, անունը շնչեցնեմ այստեղ, ու կարճ որ ասեմ քյարթու կյանքով, ոնց որ ժողովուրդը կասի, շատ ինձ ռաբիզ միջավայրում մեծացած եւ այլն, 18 տարեկանում հայրը իրեն գիրք է նվերում նժդեից, ասում է չէ ուզում կարդալ, դե պապան տվեց գիրքերը մի քիչ զարմացա, իխի գիրք, բան, ասում է կարդացի ու կերպարափոխվեցի, ասում է, դեռ ազգային միջավայրում է, անգամ հիմա ինքը դեր ունի, այսպես ասեմ, ազգային միջավայրում, ինքնահոսությանը այդ ամբողջը, հենց որ միշտ սովորաբար նժդեը այդպես ուժ ունի, իրատկություն ունի, թեմայի մեջ չկասես, ասած եւ ընթերցում ես ու սենց վարակվում։ Ու շատ շուտիկ վարակիչ է, շատ լավ է, ցավոք դանդաղ է, այսինքն քանակական տեսանկյունից դեռ տենց մեր կամեցած քանակի հայեր չեն ճանաչում նժդեին կամ խորապես չեն հասկանում նժդեի միտքը խոսքը, չեմ ասում որ նժդեի գաղափարախոսությամբ չեն ապրում, դա ապրելակերպը նույնպես կարևոր է։ Շատ մարդիկ կան, մեր դժբախտություն դրանում է հայերի մեջ, տարիքով մարդիկ մասնավորապես, այն մոտ զարմանալի է սովետ շրջանի, այլուն տեքստեր են ասում Ձևակի տեքստը անգիր ցիտում են, հա, ասենց, բայց իրավունք չունեն իրանք իմ կարծիքով Ձևակից մեր մեծերի անուններից խոսեն, հա, որտեղ իրանք ապրելակերպը լրիվ հակասում է իրանք ուսմունքին, Նժդեի, Հայկ Ասատրյան եւ մյուսներ։ Ինչ կասեք այս մասով։ Այդ մարդիկ հիմնականում իրանք լոկ գիրք կարդացող են, որպեսզի գլուխ կովան ասեն, որ ես ինչ գիրք եմ կարդացել, օրինակ Ձևակի բոլոր հադորները կարդացել եմ։ Ինձ միշտ փոքր ժամանակից ասել են, որ եթե դու ինչ-որ գիրք ես կարդում կամ ինչ-որ բան ես կարդում, այդ պետք է փորձես դու վերապրես ու հասկանաս ինչ է գրած այդտեղ։ Այսինքն մենակ կարդալով չէ։ Կարդացիր մի նախադասություն, եթե չհասկացար, պետք է մեկ քանի անգամ կարդաս այդ նախադասությունը, որպեսզի հասկանաս ինչի է այդպես գրված, փորձես քո մեջով անցկացնել այդ ամեն ինչը։ Ու ինչ որ երզահանգուն եկած, հիմնականում գիրք կարդալուց մարդիկ զուտ գիրք են կարդում, որովհետեւ գլուխ կովան, ու այդ պատճառով է իրանց խոսքերը հիմնականում շատ դատարկ են։ Օրինակ, ուսուցիչներից մեկը դպրոցում Մոսկվայում միշտ շեշտում էր, կարևոր չէ բառացի ցիտել ինչ որ մարդու միտքը, կամ ինչ որ թվեր, տարեթվեր, օրինակ 1910 թվականին եղավ այս ինչ բանը, որովհետև այսպես այլ պետք է հենց բուն միտքը փոխանցել, բուն մտքի վրա կենտրոնանալ, փորձել հասկանալ ինչի հենց այդպես եղավ, այդ մնացածը հիմնականում, այսպես ասած, պրոտոկոլային բաներ են, որոնք մարդիկ սովորում են ու կարծում են, թե իրենք ինչ որ բան գիտեն, բայց իրականում չէ։ Իսկ ինչ վերաբերում է այդ բանավեճին, եթե չեմ սխալվում, Գագիկ Կինոսյանի, Կարեն Վարդանյանի Կարպիս չէ, դա չի, դա էլ է շատ հետաքրքրական, որտեվ այդ է շատ տարածված այդ թվականներին։ Չէ, ավելի հին է իրականում, դա շատ էլի նոր այդ որ բառերը չեմ փորձում, չեմ սիրում, բայց ժողովրդական խոսքերը երբեմն լավն են։ Պորտատեղադրում են անում, հա, Կարպիսին։ Դա մի ուրիշ դրվագ է, որ շատ կարևոր է իհարկե։ Մինչև օրս էլ պատասխան չի տվել իդեպ։ Մեր հարգարժան Գագիկ Կինոսյանը այլևս չկա, Կարենը նույնպես, Աստվածնայց հոգիներ թողուսավորի, բայց Կարպիսը կա, բայց նրա խոսքն ու պատասխանը դեռ չկա, ու չի էլ կարա տա։ Հարցին որ Կարենը կամ Գագինոսյանը ուղեցին։ Չէ, երևույթների հետ կապված ուղղակի միշտ իմ մոտ այնց հարց եղել է, ու նույն Սարոյան եղբայրներից ֆիլմ ասում մի անգամ խոսեցինք, տարիներ առաջ ընկերներից մի քանիսի հետ խոսում էինք, խոսեցինք, ասենց մասեր հատվածներ անգեր հիշելով ասում էր, վերջում ջղայնաց արդեն բարկաց ասեցի լավ,
դու այդ եղբայրներից որի կողմից ես ավելի շատ, ով է քեզ հոգեհարազատ կամ ինչ հասկացար այդ ֆիլմից։ Հայլում ֆիլմ է մեր ու դադարեցի զրուցել, հասկացա որ իմաստ չկա ուղղակի, էլի։ Ֆիլմ ես նայում պետք է հասկանաս հերոսը ով է, հակահերոսը ինչ երևույթներ են տեղի ունենում։ Մեր մոտ այնց ոնց որ նոր է դա որ ձևավորվում, չգիտեմ դա արդյոք միայն Սովետ միության արդյունքն է, թե ինչ որ նորից լծի տակ ենք ապրել շատ երկար տարիներ, պարսկական շրջան, օսմանյան եւ այլն։ Ինչ որ մի պատճառ հաստատ գիտեմ որ կա, սա բնական չի, էլի ինչ որ մարդկանց հրամցրել են, այդպեսին են դարձրել։ Այդ լուծը թոթափելը շատ դժվար բան է։ Երկար տարիներ երբ որ ապրել ենք ուրիշների լեզվի տակ, ավելի հեշտ է ընդունել այդ ուրիշի տված, այսպես ասած, տիրոջ բան է, էլի, կարծիքը, միտքը, դա ավելի հեշտ կտրվի։ Եվ դա պատճառը։ Իսկ մի ասած հարց տամ, էլի ես չեմ ուզում ինձ եւ ձեզ sense ոնց որ համարեմ վերին արտի ինչ որ գարի, ինչ որ տարանջատեմ մյուս մեր երիտասարդ եղբայր քույրերից, բայց ոնց եղավ որ օրինակի համար Անդրանիկը ինչ պատճառով ոնց որ նկարը բացատրեցի արդեն, բայց Նժդեին բացահայտեց, սկսեց հետաքրքրվել, գիտեմ որ Արտակ Մովսիսյանին մեր նորից երաժշտական հիշատակ Գինոսյան, ոնց եղավ դուք այդ ամենով հետաքրքրվեցիք, բայց մեր երիտասարդության մեր քույրերի եղբայրների մեծ մասը կամ չի ճանաչում, կամ ոչ ճանաչում է, ուղղակի չի հասկանում այդ մարդկանց մեծությունը, կարևորությունը։ Սա ոնց ինչից է գալիս, ընտանիքից է գալիս, թե ուղղակի բախ չի վիճակվել, ինչ որ պայտակ, ինչ որ մի տեքստ կարդան Facebook-ում կամ ինչ-որ մի բան լսեն ու իրենց մոտ այսպես հեղաշրջում ներքին տեղի ունենա։ Ինչի՞ է դա պայմանավորված։ Ուրեմն մի քանի հանգամանքներ կա ըստիս։ Օրինակի համար ընտանիքի դերը շատ կարևոր է, բայց չի ասի օրինակի համար, որ իմ հայրը նստե միշտ Նժդե է կարտացել կամ մայրս է կարտացել, չէ։ Բայց օրինակ իմ պապը ինձ միշտ ասում էր, որ դու հայ ես ու պետք է ապրես Հայաստանում։ Շատ անգամներ պատմում էր Հարևմտյան Հայաստանի մասին, հոր հիշողությունները իհարկե, որովհետև ինքը արդեն ծնվել էր ներկայիս Հայաստանում, ու բազմիցս անգամ նա շեշտում էր, որ քո անունը տրվել է Զորավարի անունով, ու դու պետք է այդ անվան լիարժեք տերը դառնաս, էլի, այսինքն պետք է արժանի լինես այդ անվանը, այդ երևի իր դերը խաղացել է իմ կյանքում, հետո կարևոր է նաև ուսուցիչների դերը, որովհետև ուսուցիչները շատ հիմնականում երեխայի դասիրակության բուն, այսպես ասած, ծանրությունը ընկած է հենց ուսուցիչների վրա, ըստիս, որովհետև հիմնականում երեխաները շփվում են իրենց ուսուցիչների հետ, ինչ որ պատմություններ ուսուցիչներից լսելով երևի դա ազդեցություն ունեցին վրա, ու իսկ հենց այդ բուն ամեն ինչով հետաքրքրվելը ես շատ անգամներ մտածել եմ, եթե Հայաստանում ապրեի, արդյոք կհետաքրքրվեի այս ամեն ինչով հետաքրքրվում եմ, միշտ այդ հարցը ինձ տվել եմ, բայց դերևս պատասխանը չունեմ, չնայած միշտ ինձ ասում են, որ եթե դու քո մեջ այդ ամեն ինչը կա, դու ուշ կհետաքրքրվես, դրսում ապրելու ժամանակ շատ կարևոր է պահել ինքնությունը, այսինքն դու ինչ որ բանով տարբեր լինես, օրինակի համար մյուս ազգերից, որովհետև ոչ թե քո ազգը ամեն ազգն է, չէ, ուղղակի ամեն մի ազգ ունի իր հայրենի բառը մոռացա, մի րոպե։ Ինքնությունը դերը։ Ինքնությունը, հա, ամեն ազգ ունի իր ինքնությունը, ամեն ազգ յուրով է ներկայացնում իր ու ինչ որ մեկին գրավում իր այդ հետաքրքրություններով, ու հիմնականում այնտեղ է հայերը, շատ անգամներ շատ եմ հանդիպել հայերի, որոնք զուտ ասում են մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, այդ է իրանց հպարտությունը, էլ ինչ հպարտություն, չգիտեմ, խորովածը մերն է, մենք ենք հորենե խորովածը, չգիտեմ, օրինակի համար փախլավան մերն է, ու ինչ որ այդպես շատ աբսուրդ բաների հիման վրա է ձևավորված, ու շատ անգամներ հարցնում են, իսկ ինչ կա այդ ամեն ինչից բացի, ինչ ունեք, ես այսպես ասած ամբողջ աշխարհին տված էլի, ու այդ էլ դեր խաղացան, որպեսզի ես ուսումնասիրեմ, համ փորձեմ իմ ինքնությունը պահել, որպեսզի չնմանվեմ մյուս ազգերին, համ էլ որպեսզի հարց տան ես կարողանամ պատասխանեմ, որ օրինակի համար հայրը ոչ միայն առաջ քրիստոնյա ազգն են, իրականում այդ թեզը մի փոքր սխալ է, հայրը չեն առաջ քրիստոնյաները,
Ինչևից է, որովհետեւ կարողանամ ազգին աշխարհին այլ ձևով ներկայանալ, էլի։ Դա հիմնական պատճառն է։ Դե իրանք Հայաստանը որպես պետություն է առաջին քրիստոնեություն ճանաչել, առաջին ազգ որպես այդպեսին քրիստոնեությունը հայ ազգը չի ընդունել, ուղղակի նույն տրամաբանության մեջ եւ մասնավորապես հետսովետական տարածաշրջանում Ռուսաստանի հայերը, մեր մյուս երկրները նախին սովետական, այս որ խոսում են դրաստիկ խորոված եւ այլն, ասում են մեր պապերը մինչեւ Ռեյխտագ են հասել, բան, ու ասում են լավ թեմա բացեցիք, ու նորից սկսում են նորից դրոյից բացատրել, որ գիտեք ինչ, դու մեր պապերը իմ մորական կողմից մորս պապն էլ մասնակից է եղել, հա, սովետական բանակով այդպես գնացել են պարտադիր է եղել ծառայելը, գնացել է ծառայել է, բայց ասում են լավ, նույն սովետական շրջանը մեզ կործանեց, շատ արժանապատիվ հայերի Սիբիր ուղարկեց կամ հենց բնակության վայրում վերացրեց, կոպիտ ասած, պատերազմի ժամանակ 300,000 զոհ ունեցան, վիրավորներ, բայց նույն այդ սովետի ձեռքով Նախիջևանը, Արցախը եւ շատ տարածքներ կտրվեցին մեր մայր հայրենիքից, տրվեցին օտարին, հա։ Ինձ մոտ այդ ամեն ինչ այդ միայն այնքան որ ֆիքսել են, որ մեր հայերը ապարեցին Ռեյխտագում, իսկ եթե անգամ էլ չեմ ասում, որ հարցնեմ անկած, այդ նույն պարը դու կարաս ապարես, հա, ազգային պարը, տղաները ապարում էին, դու կարաս ապարես, կամ անուն ինչ այդ պարի, ինքը այդ պարին ոնց որ լուսամուտը փակում է ու իր ընթացքը հիմար ընթացքը շարունակում է, դա էլ չգիտեմ, ուղղակի ամեն զարմանալի է, էլի անգլերեն տեքստեր են, 5 կետ են սովորել, 5-ը կրկնում են, ու աշխատանք չեն տանում այդ ուղղությամբ։ Ինձ թվում է այն դեպքում ճիշտ եք ասում, ընտանիքը կարա նաև դեր ունենա, մարդու անունը, իմ մոտ օրինակ մեծ դասերակ ա եղել Հովհաննես Շիրազը։ Ես մի երբ միշտ համարում ամենահզոր գրողը, ոչ թե իր ոճի առումով, որտեղ շատ իրենց ավելի հզոր մեծ գրողներ ունեցել են Թումանյան, Սևակը, ոճը լրիվ անհամեմատելի է, բայց Շիրազը ոնց որ sense պարս հացն ու պանիրն է հայ ազգի, ոնց որ ամեն մարդ կարա կարդա, դաստիարակվի, հա, սերը հայրենիքի հանդեպ պարզանա, զոլալանա, շատ ուժեղ է ինքը այդ առումով, հա, ինքն էլ տեքստ ունի հայոց անունները։ Այդ տեքստը կամ ես եմ ընթերցում կամ դնում եմ արդեն ձայնագրված տարբերակ կա լավ YouTube-ում ու ինչ չկովեմ, բայց Շիրազի շնորհիվ, հա, շատ ասեմ, մի քանի ծնողների ստիպել եմ, հակադրել եմ, որ անունը ճիշտ դնեն երեխայի։ Մանավանդ երբ որ դրսում են ապրել երկրից, Ֆրանսիայում մասնավորապես։ Հենց որ դաստիարակչությունը էս դուք խոստիկ ուսուցիչների դերի մասին, հա, գրողներն էլ դաստիարակներ են, հավերժական ուսուցիչներ են մեր համար։ Այդ գրականությունը շատ մեծ դեր ունի ազգի ձևավորման մեջ։ Մի հատ դրվագ հիշեցի, ուրեմն պապս ինձ միշտ կարդում էր, ես փոքր ժամանակ գիրք կարդալ չեմ սիրել, միշտ ընթերցում էր հիմնականում Չարենցի երկեր ուներ, գիրք ուներ, միշտ այդ գիրքն էր ինձ համար ընթերցում, ասում էր, որ երբ որ մեծանաս կհասկանաս, որովհետև Չարենցը մի էջերից մեկում ասում էր Հայաստանի մասին էր խոսում, գովաբանում երկում, հաջորդ էջում օրինակի համար Ստալինի մասին էր երկեր գրում։ Ու պապս միշտ ասում էր, որ երբ որ մեծանաս դու կարդաս, արդեն կհասկանաս, Չարենց, Շիրազ, Շիրազը դե փոքրերի համար ավելի իմ կարծիքով ավելի ընդունելի է, ավելի հեշտ Մարսելի, հա, ավելի հեշտ Մարսելի, հա, որովհետև Շիրազը, այսպես ասած, ավելի մանուկի ոճով է իր ամեն ինչը գրել, Շիրազ Թումանյանը դե պարզ է, ու այդ մեկ էլ պապս միշտ ինձ համար ընթերցում էր Համոսայանի գրածները, ասում էր, որ մեծանաս, հետո կհասկանաս, նո շատ անգամներ են եղել, փորձել եմ ինչ-որ բաներ հասկանալ, օրինակի համար Շիրազն ինչ էր այդպես բաներ գրում, խենթ իր գրվածների համար են, ու մի անգամ հասկացա էլի, օրես մի օր երբ որ մտածում եմ հարցի շուրջ, հասկացա թե ինչի ինքը այդպես խենթացել, ու հիշեցի պապից, հիշեցի, որ ինքը միշտ ասում էր մեծանաս, կյանք կապրես ու կհասկանաս թե ինչ է այդպես գրել, այսինքն կարևոր է թե ում ես կարդացել, ում ես ընթերցել կամ քեզ համար ում գրվածներն են ընթերցել, դա էլ շատ կարևոր է։ Ու ամենակարևորը, որ երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել։ Այսինքն գիրք վերցնել, ստիպել երեխուն նստեցնել, կարդալ, ինչ-որ բանաստեղծություն կամ ինչ-որ հոդված, այդ անիմաստ բան է։ Բայց ինչ-որ ձևով հետաքրքրություն արթնացնել երեխաների մեջ, դա շատ կարևոր է։ Ուրեմն
անցած տարի էր երևի, ինձ հրավիրեցին Խարույկ ՀԿ, իրանք ունեն ամառային դպրոց։ Ինձ հրավիրեցին կարդալ, այսպես ասած, լեկցիա, բանախոսություն, ու շատ հետաքրքիր թեմա էր տված, Մերսոկ Մաշտոց, Սասունցի Դավիթ, Հովհաննես Թումանյան, կապել իրար։ Ու այդ կարևոր էր կապել այնպես, որպեսզի դպրոցական երեխաներ, 15-16 տարեկան երեխաներ հետաքրքիր լինի։ Ու քանի որ ես փորձ ունեցել եմ դասախոսություն կարտալու ինչ-որ բաներ ներկայացնելու, բայց փորձ չունեի երեխաներ ներկայացնելու, հորաքույրս ինքը մանկավարժ է, խնդրեցի օգնել ինչ-որ հետաքրքիր բան մտածել, հորաքույրս ամուսինը միտք տվեցին, ասեցին այնպես պետք է անես, ինչ-որ բանով պետք է գրավես երեխաների ուշադրությունը, որպեսզի քեզ լսեն, որպեսզի հետաքրքիր լինի։ Եթե չոր ինչ-որ խոսք ասես, առանց ոչ մի բանի, այսպես ասած, երեխաների հետաքրքրությունը կփախնի։ Բայց օրինակի համար, եթե ասես, դուք գիտեք ինչ կապ կա Սասունցի Դավիթի եւ բանի Թումանյանի կամ չէ, Թումանյանի չէ։ Մի հատ ֆիլմ կար, անունը մոռացել եմ, Աքիլեսյան կաշապայի մասին էր, այդ մեր փոքր ժամանակ շատ հայտնի էր։ Այդ հունական պատմությունները ինչևից է, հունական Օդիսեան։ Հա, Օդիսեան։ Այդ ինչ կապ կա Սասունցի Դավթի, Օդիսեայի միջև։ Օրինակի համար հիմնականում ոչ ոք չի մտածում այդ կապի մասին, բայց եթե չեմ սխալվում, հենց Թումանյանի մշակած տարբերակում շատ սիրուն նկարագրություն կա այդ զորքերի հավաքելու, հայոց զորքերի հավաքելու, ու նույն նմանությունը կա այդ ֆիլմի մեջ։ Այդ մի ֆիլմը նկարվել է լրիվ այլտեղ, այլ վայրում, Հովհաննես Թումանյանից մի քանի տարիներ անց, ու չիմանալով Հովհաննես Թումանյանին, բայց նկարագրությունը կա եւ այդ համընկնում է։ Այդ ձևի ես փորձեցի երեխաներին ուշադրությունը գրավել, հրավիրել դեպի այդ բանը, դասախոսությունը ու ներկայացնել։ Այսինքն այդ է միակ տարբերակը, ինչ որ ձևի երեխայի մեջ ինչ որ բան զարգացնել։ Արկել էլ պետք չի, իհարկե ճիշտ եք ասում։ Ստիպել ոչինչ պետք չի, արդյունք չի տալիս շատ ժամանակ, գրեթե միշտ։ Այո։ Նույն ծխախոտի դեպքում, մարդ փոքրուց իմ շրջապատում շատ ցավոք շատ մարդիկ են ծխում։ Ծնողները խիստ կորզը հայրը ասում է, հանկարծ տեսնեմ ծխես։ Ում է տես ուղղակի 4 կոպիտ են խոսում, շատ հաճախ, ոչ միշտ։ Երիտասարդը ծխում է։ Իսկ ասենք ծնողը եթե ավելի դեմագոգ է գտնվում, հա, ասենց բացատրում է ինչու եւ այլն, էլ չեմ ասում, եթե ինքն էլ հենց ծխող չի, շանսերը մեծանում են։ Եթե ծնողը եթե երեխան տեսնի, որ ծնողը հայրը ծխում է եւ իրեն բացատրում է, որ ծխելը չի կարելի վատ բան է, արդեն երեխայի մոտ ցույց խառնվածք է ստեղծում։ Հենց որ օրինակ ծառայելն ու ճիշտ ձևի մոտեցնելը, ճիշտ մոտեցում ունենալը շատ կարեւոր է։ Իդեպ ծխախոտը, եթե չեմ սխալվում, միակ ապրանքական նիշն է, որը գովազ չունի։ Այսինքն ծխախոտը չեն գովազում։ Բայց ծխախոտը ամենատարածվածներից մեկն է։ Կարիք չունի։ Այդ էլ է կարևոր բան։ Այսինքն կարելի է ինչ որ ելք գտնել, ինչ որ բաներ մարդկանց հասցնելու, բայց առանց այդ ամենը գովազել։ Օրինակի համար, այս վերջի ժամանակահատվածում ես արդեն հոգնել եմ Նժդեհի անիմաց ցիտատները կարդալուց։ Որովհետև զուտ ինչ որ հատված գտնում են, հաստատ չեն կարդացել, չեն ընդերցել, ինչ որ տեղ տեսել են, դրել են դնում են իրենց էջերում, ինչ որ անիմաստ հատված, չգիտեմ, օրինակի համար, օրինակի ինչ որ լուրջ միտք է, հա, այդ մտքից մի հատ հատված ես հպարտ եմ, որ ես հայ եմ, ու վերջ, այդ հատվածն է, բայց ինչի են Նժդեն հպարտ, այնտեղ շատ կարևոր վերլուծություն օրինակի համար ունի, գրած մինչև այդ խոսքը, մինչև այդ խոսքից հետո էլ կարևոր բաներ ունի գրած, բայց իրանք վերցել են այդ հատվածը ու վերջ դրեցին այդ հատվածը, կամ օրինակի համար Ռուսաստան շատ անգամներ հակադարձել են, թե Նժդեհը կյանքի վերջի տարիներին արդեն կողմ էր բոլշևիկներին,
որովհետև ինչ որտեղ կարտացել կամ լսել են այդ բոլշևիկ բառը, ես ու նժդեն համագործակցության ինչ որ չափով գնաց բոլշևիկների հետ, բայց մինչև այդ ինչ է գրած, մինչև կամ ինչի գնաց այդ քայլին, ինչի որոշեց որ, հա, ինչի գնաց այդ քայլին, հետո ինչ եղավ, այդ ամեն ինչը չկա, բայց այդ օրինակի համար ես գնացի համագործակցություն բոլշևիկների հետ, այդ պահը կա, իրանք այդ հատվածը վերցրեցին, վերջ, այդ ամենը վերջացավ։ Այսինքն այդ ամեն ինչը արդեն մարդն ասում է իմ կարծիքով հակակրանք է առաջացնում։ Ու ավելի շատ վանում է, քան թե փորձում է բանն այդ օտեսեն ցիկել։ Ես քիչ առաջ իրականում ասացի, որ ինչպես եմ բացահայտել, նժդեին եւ որ բայց սկսած ես սկսեցի արդեն ամբողջ գիրքը, տեքստը ամբողջը ընթերցել, երբ որ մի իմ համար զզվելի երևույթ, որ իմ համար հայ կոչվել իրավունք ուներ, դա իմ ներքին ձայնն էր իրականում այդ բանը, բայց ես այդ գաղափարական, այդ ամեն մոտեցումը չունեի դեռ, հա, որ այդ մարդուն ուրիշ ձև լուծեի, բայց արդեն ներքին իմ ձայնը հայի ասում էր, որ սա տականքա, զզվելի, անգամ տականք նժդեյան մոտեցմամբ չգիտեի ինչ բան է, էլի, այդ ժամանակ հիմա եմ այդ բառերով արտահայտվում, նույն ձև հակառակը կարելի, ինչ որ մի հատ կարող զզվելի անձնավորություն, հա, նժդեի մասի դրական արտահայտվի, մի քանի երիտասարդ նորմալ մարդիկ, հա, բանականություն ունեցող կիրթ մարդիկ, ուղղակի կանգ առան այդ դրվագի վրա, ասեն այս մարդը նժդեից է խոսում, ինչ պետք է լինի իրենց ասած իր նշած նժդե, հա, ու այդ բայց սկաց արդեն կապը շփումը, որ կարող տեղի ուներ նժդեի գաղափարախոսության օրինաց միջև խզվի։ Դա սա էլ է շատ կարևոր, որ իրականում մեր իրականության մեջ շատ, ասես այդ առումով մեր վիճակը իրականում շատ վատ է։ Անարժանի մարդիկ ելմեն շատ կարևոր բաներից են խոսում։ Անձնավորություն եկեղեցական, անոչ եմ մնչեցնի այստեղ, ընկերներից մեկը դրա մասին ինձ ասեց, իրականում արդեն անգամ չզարմացա, որտեղ այնքան բան ենք ես վերջերս մենք տեսել ու լսել, որ արդեն ցավոք սրտի ինձ ոչինչ չի զարմացնում, իսկապես էլի, վաղուց չեմ զարմացել։ Ասեց այս անձնավորությունը ու հարցազրույցն է տալիս, Տեր այրը նստած, խոսում է ազգային արժեքների մասին, եկեղեցու մասին, հայ ընտանիք կազմելու, երեխա ունենալու եւ այլն, ասում հա լավ ինչ է, Տեր այրն ես չեմ ճանաչում, ինչու՞մն է խնդիրը, ասեց իր հարազատ աղջիկը ամուսնացել է օտարազգի հետ։ Ասում եմ հնարավոր չի, չեմ ուզում հավատամ, թեկուզ գիտեմ որ հնարավոր է արդեն այս մեր իրականության մեջ։ Ու ապացուցեց որ այդպեսի բան կա։ Այսինքն այդ Տեր հորը դու այլևս ոնց վերաբերվես, եթե ինքը նման հիասքանչ բառերը տեքստը ասում, բայց իրականության մեջ ինքնին այդ օրինակով չի առաջնորդվել, հա, ինձ հիմա շատերը կասեն, բայց ինքը ինչ կապ ունի երեխայի հետ։ Երբ այլ մարդ հայ է, ոչ թե որովհետև հայ է ծնվել, որովհետև իր երեխաները հայ են ու ինքը հայեցի կյանքով ապրել, արարել ու անգամ եթե պետք է կարանք ասենք հայեցի է մահացել, հա, ավան պայն անգամ շնորհքով է ոնց դրսևորել։ Ավան ձևն էլ կա, ասում անհրաժանապատի մեռնել ձևել կա։ Դե տարիքում թե մարտի դաշտում ամեն ինչ մեջ ձև եւ չափ գոյություն ունի։ Մի ուրիշ բան էլ ասեմ, այդ զրույցը շարունակենք, իրականում ես մի քիչ անկեղծանամ, հա, հանրայինորեն դրա մասին շատ չեմ խոսել, բայց նախ սփյուռք բառը մեր հարթակում եւ ինքը փորձում եմ չօգտագործել։ Ասում եմ գաղութ կամ գաղութայություն, էլի նորից նժդեյնից դասերակել այդ բառը ոնց որ, չգիտեմ, հայ կասետրայից եմ ընթերցել թե նժդեյից բան ինչ բան կարեմ, բայց իմն եմ դարձել, ինչու, որովհետեւ սփյուռք ասելով ոնց որ sense մեր մոտ բան է ձևավորել, sense պատկեր, երկնքում ձևավորված գազի է, մի հատ հրաշք վայր է, դրախտ։ Սփյուռք անունը, մայրաքաղաքն էլ Սփյուռքավան, հա, որտեղ հայր ապրում են ուրախ եւ երջանիկ։ Իսկ որ գաղութ ես ասում, ճիշտ բնորոշում ես իրավիճակը ու գաղութայություն, ասին մարդիկ իրենց ցանկությամբ արդեն իսկ այս 21-րդ դարում կարանք դա այդպես ձևակերպենք։ Իրենց ցանկությամբ որոշում են ապրել այլ երկրում։ Եթե սկզբնական շրջանում ցեղասպանությունից մարդիկ փախել գնացել էին, որտեղ հասցրել էր, կարողացել էր, հաջորդիվ արդեն որ անկախ պետություն ունեցանք, նրանց այն տամնալը նմանվում է ինքնակամ բանտ նստելուն։ Գիտեմ, համակարծիքի մեջ թե չէ։ Իսկ անկեղծանալու հետ կապված ինչու՞ է խոսքս։ Մասնավորապես Ռուսաստանում ապրող հայության մեջ մեծ խնդիր կա, մի քանի ուղղությամբ, ճյուղով։ Բայց միաժամանակ փայլուն ամենալավ հայ երիտասարդությունը երևի Ռուսաստանում է, բայց փոքր տոկոս են իրանք ներկայացնում։ Եվ 1%, չգիտեմ, կարող 1% չլինեն նրանք։ Ինչով է դա բացատրում, այս հետսովետական տարածաշրջանում եւ Ռուսաստանում ինչի է հայությունը ավելի շատ sense խորտակվում, հա։ Ռուսաֆիկացման ինչ որ բան եմ նկատում։ Օրինակ Ֆրանսիայում, անկեղծ եթե լինեմ, մարդիկ ցեղասպանությունից Արևմտյան Հայաստանից փախել են, ու իդեպ շատ ժամանակ կամ սկզբնական փուլի մեջ Հունաստան են գնացել, Սիրիա, Լիբանան, նորը արդեն դեպի Եվրոպա ու Ֆրանսիա։ Մարդիկ արդեն 4 ծերունդն է, նոր արդեն հայերենի իմացությունը կորում է։ Կամ խոսում են մի քիչ թերի։ Իսկ Հայաստանում ծնված, բարձրագույն կրթություն ստացած, կարմիր դիպլոմ ավարտած մարդիկ գիտեմ, ծանոթներ, ընկերներ,
որոնք գնում են Ռուսաստան 5 տարի, 7 տարի հետո, 50 տարիքում են գնում ընտանիքներ ձևավորած։ 5 տարի հետո սկսում են, ոնց որ ես եմ ասում, միախկից նակով խոսալ, փափուկ դղկած կոտրած հայերենով, մի քիչ լացնում են արդեն սկսում են ռուսերեն խոսալ։ Ինչի՞ է դա սա կապված։ Ես կարակ բացատրություն տակ ես ամեն։ Դուք որ ապրել եք Ռուսաստանում։ Դե որպես մարդ ով ապրել է Ռուսաստանում, ուրեմն ամենակարևոր պահը, որը կա, այսինքն ամենակարևոր բանը, որը հայերին ավելի հեշտ է ցույլում, դա հենց նման այսպես ասած, նման մշակույթ ունենալն է։ Այսինքն ընդհանուր ինչ-որ բաներ ունենալն է։ Լեզվի օրինակ, հա, լեզվի իմացությունը նման բաներ, որտեղ ընդհանուր ծերիշ կա։ Համ լեզվի իմացությունը, համ էլ դեռ մեր մոտ այդ սովետական, այսպես ասած, հոսքը դեռ կա։ Սովետական դասի։ Խոսույթը հասկացա։ Բայց իրականում հայերի եւ ռուսների միջեւ շատ քիչ բան կա, որ մեզ ոնց որ նմանեցնում է իրար, հա։ Օրինակ հայերը ու վրացիները ավելի նման են իմ կարծիքով իրար։ Քաղաքակրթական տեսանկյունից քրիստոնեական արժի համակարգ եւ ոչ քրիստոնեական, ոչ պատերի քրիստոնեական, մենք ավելի շատ օրինակի համար տվել ենք եւ հետեւաբար կապ ունենք Եվրոպայի հետ կամ Պարսկաստանի հետ, որոնց հետ շատ ենք հարաբերվել շփվել, հա, կամ Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանի շփում էր պատմության մեջ իրականում ինքը շատ կարճ է տևել, եթե այդպես վերլուծենք։ Կարճ է տևել, բայց սովետական դասիրակությունը դեռ շատ կարճ է մարդկանց մեջ, այսինքն նստած է։ Այդ հիմա օրինակի համար հայրը իր որդուն դասիրակելուց հիմնականում դասիրակում է սովետական վարքերով ուզի թե չուզի, որովհետև իր մեջ դա նստած է, ու այդ ամեն ինչը դերևս շարունակվում է։ Եվրոպական աշխարհին հա մոտ ենք, բայց քանի որ դասիրակությունը նստած է հենց սովետականը, այդ սովետականը շարունակում է իր գործը անել։ Այդ է հիմնական, ըստ իս այդ է հիմնական պատճառներից մեկը, որը ավելի հեշտ է ցույլում հայերին։ Երկրորդ խնդիրը այն է, որ Ռուսաստանում շատ բաներ արգելված են։ Այսինքն վերևից պետական մակարդակով հենց արգելքներ կա։ Հա, օրինակի համար դրսում կան որոշ այսպես ասած կուսակցական կառույցներ, հա, ամեն ազգ իր կուսակցական կառույցն ունի, կարող է գնալ ինչ-որ բան անել, իսկ Ռուսաստանում կուսակցական կառույցները ավելի բան են, էլի, ուղղված են ռուսական պետական մեխանիզմի համար։ Ինչը կա կառավարվում է, օրինակ ոնց որ Սոյուզ արմիա Ռոսիա, հա, սուզը որ կա, ամենչապես վերահսկման տակ է գտնվում։ Ղեկավարն էլ այդ մտածելակերպի մարդիկ են։ Հա, որովհետև Ռուսաստանը կայսրություն է ու պետական մեխանիզմը, պետական համակարգը փորձում է ամեն բան անել, որպեսզի ինչ որ ազգային բախումներ իր պետության մեջ չլինեն, որովհետև լիգա ազգ կա, շատ ազգ կա, օրինակի համար եթե լինեն հայ-ադրբեջանական բախումներ շատ մեծ մասշտաբների Ռուսաստանի տարածքում, դա կարող է հանգեցնել նաև օրինակի համար, չգիտեմ, դագեստանցիների եւ Չեչնիայի ինչ որ բախումների։ Ինգուշետիա չէ, հասկացա, ներքազգային, հա։ Հա, այդ ամենը փորձում են կառավարեն որպեսզի, բայց ինչ որ հնարավորություններ տրված է, օրինակի համար հնարավորություն է տված ապրիլի 24-ին կազմակերպել, այսպես ասած, հավաքներ, հայերը հավաքվում են Հայաստանի դրոշներով, վերջեր են կազմակերպում։ Դա փողոցներում թե պարտադիր հայկական տարածքներում, այսինքն եկեղեցիների բակում թե ո՞նց է դա ձևը չեմ հիշում։ Եկեղեցու բակում այդ միանշանակ փողոցում էլ է կարելի, այսինքն մինչև եկեղեցի գալը 4 ավտոշկերտներ լինում են։ Հասկացա։ Այս վերջի տարին չգիտեմ իրականում ինչպես է ոնց է, բայց ինչ որ բաներ կարելի է։ Հետո Ռուսաստանում դե գործում են միայն հայկական դպրոցներ, բայց այդ հայկական դպրոցները արդեն ոչ թե հենց վերևից է հավանաբար այդ հրահանգը տված, այլ հենց տեղի հայկական մտածելակերպի խնդիրներն են, հարցերն են, ինչպես ավելի շատ ժողոքորտել ժողովրդին, ինչպես դառնալ այդ հասարակության մի մաս էլի։ Ինձ իրականում կներեք, ասեք վերջացրեք նոր ասա։ Դե օրինակի համար հայկական դպրոց կա Ռուսաստանում, հնարավորություն տված է էլի ուսումնասիրել մշակույթը, չգիտեմ։ Օրինակի համար ես սովորել եմ սովորական դպրոցում, այդ դպրոցում ես հայերենել եմ խոսացել, այդ դպրոցում ես հայկական մշակույթի ինչ որ բաներ եմ ներկայացրել, այդ դպրոցում ես հայերենով երգել եմ օրինակի համար, այսինքն ինչ որ խնդիրներ չի եղել։
տնօրինությունը արգելք չի դրել։ Ընդհակառակը կան այդպես օրեր, այսպես ասած, ազգային օրեր, այսպես ասած, դնի, народные դնի, համալսարաններում էլ կան, համալսարաններում, այսպես ասած, զիմլячествաներ կան, հավաքում են ինչ-որ տվյալ ազգերը, ինչ-որ բաներ են անում, այսինքն այդ ամենը թույլատրված է, բայց օրինակի համար կազմակերպել ինչ-որ մեծ հավաք ընդդեմ օրինակի համար Ադրբեջանի, Թուրքիա ինչ-որ բողոքներ եւ այլն, այդ ամենը չի կարելի, որովհետեւ Ռուսաստանն է, ռուսական կայսրության տարածքում այդ ազգային հարցեր խնդիրներ չպետք է լինի։ Ձևն է այդպես, ժողովրդավարական սկզբունքներով շարժվող երկիր չի։ Բայց մի ուրիշ խնդիր է կա, ես իրականում չեմ ուզում մի օրինակ կոնկրետ իմ մոտ ոնց որ ես ինքս Ռուսաստան չեմ եղել, հա, հաստատից եղել եմ ռուսական տարածքում, բայց շատ փոքր եմ եղել։ Մի քանի ամսեկան թե մի քանի տարեկան, չեմ հիշում անգամ, նկարներով եմ տեսել, որ այնտեղ եղել եմ։ Հասուն տարիքում չեմ եղել, որ շփվեմ, լինեմ համայնքներում հասկանա, բայց մի քանի օրինակ կա իմ մոտ դաջված, հա, ցած հիշում եմ, որ այդ հայերեն հայոց լեզվի դասեր գոյություն ունեն, շաբաթական մեկ անգամ այդ չեմ սխալվում, ու 2-3 ուսուցիչ կանայք են երեքն էլ, ուսուցչուհիների հետ շփվելիս հասկացա, որ նրանք անգամ ցած հայերեն խոսելու իրենք իսկ խնդիր ունեն, թե ոնց են նրանք հայերեն սովորեցնում, չգիտեմ։ Գումարը դրան նրանց մոտ չտեսա այդ ազգային sense ուղղվածություն, հա, մոտեցում, շատ տարօրինակ է, այսինքն խնդիրը ոնց որ անվերևից է գալիս, ամեն ներքևից, այսինքն մենթալիտետ գոյություն ունի, մտածելակերպ գոյություն ունի, ու sense ոնց որ ամենուր է կա մեր իրականության մեջ, անգամ Ֆրանսիա, Հայաստանում, եւ ինչ որ մեկի ծանոթի կնոջը, մորը, քրոջը, ասենք խնդրում է, որ դասեր տա, անձնել չի հասկանում, որ արդյոք ինքը պատրաստ, հարց չի տալիս ինքն պատրաստ է թե ոչ, ամենջապես ասում է, ու տենց ոնց որ մի ամբողջ ծերունդ խորտակվում է կոպիտ ասած։ Դա էլ հիմա իրականությունն է, մեն ռուսական ասել որ պետությունն է մեղավոր, ման ճիշտ չի այդքան էլ։ Օրինակ, ես այդ հարցով շատ եմ բանալիջել, ես միշտ առաջին հերթին ասում եմ, որ պետությունը մեղավոր չէ, որովհետև տվյալ պետությունը ունի իր ազգային շահերը, իր պետական շահերը, ու ինքը պարտավոր է պաշտպանել իր պետական շահերը։ Օրինակի համար Ռուսաստանի տարածքում կա, այսպես ասած, հարթակներ, որտեղ ներկայացված են սովետական, այսպես ասած, ազգերի մշակույթը։ Այդ կոչվում է ՎԴՆԽ, Выставка народных достижений։ Սովետի ժամանակվանից մնացած ինչ որ բան է։ Շատ ազգեր այնտեղ ունեն իրենց տաղավարները, այդ թվում նաև հայերը։ Ու այդ շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ տաղավար ունեն ղազախները։ Այս վերջերս եմ բացել, ում մտնում ես հայկական տաղավար, առաջ նախքան այս ամեն ինչը նախքան այս երողությունը 2018 թիվը, այնտեղ կար մի հատ գրախանութ, մեծ գրախանութ էր այդ տեղում, այդ գրախանութը շատ հայտնի էր ամբողջ Սփյուռքում։ Նույնիսկ Ամերիկայից այդտեղից գրքեր էին առնում, պատվիրում էին գրքեր, փոստերով ամեն ինչով տեղի հասել։ Հետո այդ ամեն ինչը փակվեց, ու հիմա այդ հայկական ցուցահանդեսին հիմա ներկայացված են զուտ բան, ճաշարաններ, ռեստորաններ, ինչ-որ խանութներ, ինչ-որ առևտրի, ինչ-որ բաներ ներկայացրած։ Բայց երբ որ մտնում ես Ղազախական այդ տաղավարում ներկայացրած է ղազախ ազգի, այսպես ասած, մշակույթը։ Իրանք այն խոհանոցը մշակույթը առանձնահատկություններ է։ Ոչ որ ժամանակվանից մինչև այսօրվա իրենց դրությունը, օրինակ արհեստական բանականությունների ուսումնասիրություններ, ինչ որ գործիքներ, տարբեր լիքը բաներ։ Այդ ամեն ինչը լիարժեք չունեն իհարկե, հայկական տաղավարը չուներ, բայց հնարավորինս չափով ներկայացված էր։ Մի բան հասկանամ էլի, ուղղակի այդ գրախանութը փակվեց, ինչ այլևս չաշխատեց, համայնքը ակտիվ չէր, աշխուժ չէր, թե ինչ որ արգելվեց, ուղղակի չհասկացա այդ մասը, ուղղակի պատճառներ չուներ։ Գրախանութը զուտ այդ տաղավարը բաներեցին, վերանորոգեցին, այդ գրախանութը դուրս մնաց։ Այդ գրախանութը հիմա էլ կա, on-line աշխատում է ինչ որ ձևով, ինչ որ չափով, առաջվա ակտիվ չի աշխատում։ Այդ գրախանութը դուրս մնաց։ Ու հաստատ այդ վերևից իջացած հրահանգ չէր։ Այսինքն գրախանութի դերը լավն էր, դրական է գնահատում։ Մեր համար, հայ ազգի համար
Հա, կարևոր է, որովհետև Իսկ գրախանությանն է դեպքում ինչպես է, on-line տարբերակը ինչպես Armbook-ը անունը։ Armbook։ Հա, Instagram-ի մեջ եթե գրեք Armbook, այդ Եթե գրախանութը օգտակար գործենան գովազդենք, ճիշտ է, մեր լսանն Հա, է շատ աճում, բայց օգտակար գործում է։ Այդ օրինակի համար կա հայերեն, չգիտեմ ինչպես է անունը, այլ ազգիների գրադարան, այսպես ասած, բիբլիոթեկա ինասանն ֆիզիկով, այլ լեզուների գրադարան։ Այդ գրադարանում կան տարբեր ազգեր ունեն իրենց, այսպես ասած, ազգի ուսումնասիրման կենտրոնները, հա։ Շուտ։ Կա ադրբեջանական կենտրոն։ Ուսումնասիրում է ադրբեջանական ազգը, ինչ որ բաներ են ցուցադրում, ինչ որ հանդեսներ եւ այլն, կան չինացիներ, կան պարսիկներ, կան հնդիկներ, բայց հայ ազգը չկա, որովհետեւ հայերը այդ հարցով ուզում չեն զբաղվում, որովհետեւ հայերը առաջ քրիստոնյաներն են, դա իրանց հերիք է։ Հա, բայց այսինքն եթե ինչ որ ազգ կա ներկայացված է, կոնկրետ հրաման չկա չներկայացնել օրինակի համար հայ ազգը։ Ծանոթ բան եք ասում, մի բանն է ցավոքսորտի կարամ ասեմ կնայք ընդհատում եմ։ Մյուս գաղութները նույնն է, ապրիլ 24-ի հետ կապված նույնպես ես փոքր էի Ֆրանսիայում։ Հոց բազմություն կա, շատ մարդիկ կային, ու անգամ այդ ժամանակ ինձ մեծեր են տեղացի հին գաղութահայերը ինձ ասում են, որ ժամանակի կրկնակի երակի մարդ է եղել։ Ու ես այդ ժամանակատունս ես մեծանում էի, ասենք տարիքով, հոսքը տարի ներկաների քանակը նվազում էր։ Ես հիշում եմ վերջին տարիներ երևի 2019 թվականն է եղել, տենց եմ հիշում այդպես, նոսր քանակով մարդ չկար գրեթե։ Ու դրա պատասխանատուները երկուսն են, այնտեղ ղեկավարությունը, հա, տարբեր կազմակերպությունների, որտեղ Ֆրանսիայում գործում է ինչ որ նմանատիպ կառույց, որ Ռուսաստանում գործունի, հա, Սոյուզ Արմիա Ռոսիա նմանատիպ կազմակերպություն կա, որին ես որը մերժել եմ ուղղակի, որտեղ նրանց մեջ հայկական ոչինչ չկա ուղղակի։ Ու նրանք են պատասխանատուն, որ համայնքը թուլացավ, համայնքը բաժանվեց իրարից, այսինքն ու երկրորդ պատասխանատուն բնականաբար ասես կարանք ասենք հայոց պետականությունը, ղեկավարներն են այստեղի, հա, որտեվ երկիրն է, որ պետք է զբաղվի այդ հարցերով։ Նույնն Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ամերիկայում էական չէ, որտեղ եթե ինչ-որ մի անձնավորություն հանձնարարել, թեկուզ ինչ-որ կազմակերպության անունից դպրոցի, հա, հայերեն լեզու սովորեցնել, պետք է այդ կինը գա վերապատրաստվի, ստանա սերտիֆիկատ, թույլատրություն ստանա, նվազագույնս պետականության կողմից կամ եթե չէ, եթե պետականությունը այդ գործը չպետք է ստանձնի իր ձեռը, մի հատ ինչ-որ համահայկական կազմակերպություն պետք է լինի, որտեղ խիստ մասնագետներ լինեն, որակով մարդիկ լինեն, ու այդ թույլտվությունը տան կամ չտան։ Ոնց որ ուրիշ համայնքներ ունեն նման կազմակերպություններ։ Չինացիների մոտ ավելի բիզնեսային այլ տեսակի է, թեկուզ նրանց մեջ ներծծված է այդ Կոնֆուցիուսի հափարախոսությունը, արժեհամակարգ, ամեն ինչ մեջ դա կիրառում են իրանք։ Մյուս համայնքները, որ շատ ժամանակ մեծ համետության մեջ են բերում, դա իսրայելցի ժողովուրդն է, հա, որ ունի սիոնիստական շարժում, որը ամեն ինչ թելադրում է։ Սիոնիզմից դուրս, գաղափարախոսությունից դուրս ամեն ինչ մերժել է իրենց համար։ Դե բնականաբար ներսում են արդեն իրենց հոգևոր այրերը, ռավերը, մյուսները, որոնք ամեն ինչ ոնց որ կարգավորում են։ Իսկ մենք դրա կարիք մենք խիստ ունենք, որտեղ այլապես ոչինչ դուրս չի գա, կարգապահություն չունենք, ոչինչ չունենք, թե երկիրն է թուլանում, թե մեր գաղութները։ Մեր հաղորդումը արդեն մնաց մոտ մի 10 րոպե։ Ես կուզեի վերջի հատվածում շատ հարցեր, հետո հույս ունեմ հետագայում նորից մեզ մոտ կգաք, հարցեր այս անգամ մեկը տամ։ Ես գիտեմ, որ նաև ազգային բարերով եք ապրում, այսպես ձևակերպեմ խոսքս։ Ձեզ համար ինչ է ասել հայ ազգային բարը։ Ինչ կարևորություն ունի ձեր կյանքում անձամբ, թե եւ ինչ դեր կարող են ստանձնել մեր համայն հայության համար։ Ըստ իս բարը իրենց իր բնույթով բոլոր ազգերի համար իրենց ազգային բարերը դա ոչ թե բար է, այսինքն դա լոկ շարժում չէ, այլ մի ամբողջ գաղափարախոսություն։ Որ ծեսը ինչ որ ծեսի մի հատված է, ապրելակերպ է, ինձ համար դա բարն է, այսինքն իմ ազգի գաղափարախոսություններից մեկն է։ Ընդամենը շարժում չէ։ Բարը այդ ազգային գաղափարախոսություն է, ու ինձ համար բարը իմ արմատների հետ կապելու ինչ որ միջոցներից մեկն է, որի բարելու ընթացքում ես հիմնականում փորձում եմ հասկանալ, մտածել, թե տվյալ բարը բարելուց ինչ կյանքով, ինչ բարքերով են ապրել հայերը, ինչ են ունեցել։ Այդ զուտ ազգի լեզուն է, այսպես ասած։ Մի անգամ
հրապարակումը արել է բարերի վերաբերյալ, բայց հիմա չեմ հիշում ինչ եկել է։ Երևի այդտեղ ավելի հստակ եմ այդ բանը ասել։ Ինչ վերաբերում է մի հատ կարևոր բան ասեմ բարերի վերաբերյալ, ուրեմն Կինոսյանը, երբ որ ինչ որ բար էր բացատրում, բարի դասեր էր տալիս, հիմնականում խոսում էր բարի հոգեբանության մասին, ինչ որ ու այդ տվյալ բային ունենալու հոգեբանության մասին, հետո նոր վերջին 5 րոպեն, եթե մի ժամ պետք է ինքը բարել սորվացներ, ինքը 45-50 րոպեն տրամադրում էր գաղափարը տեղ հասցնելուն, մնացած մի քանի րոպեն նոր բարի շարժումներ սովորացնելու։ Ֆիզիկական շարժումներ։ Հա։ Ֆիզիկական շարժումներ, այո։ Հա, Շարժերը։ օրինակի համար մի անգամ Մոսկվայում մեր խումբը առաջին համերգը պետք է տար, ես այդ ժամանակ բարել չէի կարող, առողջական խնդիրներ ունեի, նստած Հայկ Ասատրյանն է կարդում։ Ու ինքը հարցրեց, ինչի չես բարում, ես ասացի, որ ես Հայկ Ասատրյանի գիրքն եմ կարդում, բարել չեմ կարող, առողջական խնդիրներ ունեմ, որ գիրքն է, խռովքն է, խռովքն է։ Լավ, շատ լավ գիրք է, դու կարդա։ Պես անգաժիցերով բանը փորձել լսես հասկանաս։ Լավ, ուրեմն իշխանած բարը բարեցին, բեմադրությունը, ցույց տվեցին Կինոսյանին, Կինոսյանը կանգնեցրեց, անջատել տվեց երաժշտությունը, ու սկսեց խոսել։ Ասեց, որ իշխանած բարերը բարել են իշխանները, դուք պետք է բարեք իշխանավայել։ Դուք բարելու ընթացքում ձեզ պետք է իշխաններ զգալ։ Այդ բանը պետք է ապրեք դուք, եթե չեք զգում, չեք ապրում, ուրեմն ձեր բարելը իմաստ չունի, ուղղակի լոկ շարժումներ են եւ ոչ ավելի։ Հետո փորձեց ինչ որ հարցեր տալ։ Դե Ռուսաստանի հայության մեջ ինչ որ բավությունից հարցեր տալը իհարկե մեծ կան էլ լավ միտք չէ էլի։ Հարցրեց ով գիտե Վահան Մամիկոնյանին։ Ասեցի ես գիտեմ, պատասխանեց դու գիրքդ կարդա։ Էլի մի քանի անգամ ով գիտե, ձեն չկա, էլի ես գիտեմ, դու գիրքդ կարդա, դու ավելի կարևոր գործի վրա ես։ Այդպես իրականում ոչ մեկ չպատասխանեց, ինքը արդեն սկսեց ներկայացնել, պատմել ով է, ինչ է, ու այդ դասընթացի ընթացքում մենք պետք է երկու բառ ցույց տայինք, այդ երկու բառերը պետք է հղկեր, ասել որտեղ է սխալ, որտեղ է ճիշտ, բայց այդ երկու բառի փոխարեն մի բառ եղավ, այդ իշխանած բառն էր, ու բարել էին ընդամենը 7 րոպե, 8 րոպե մի անգամ։ Իսկ մինչև այդ ինքը խոսացել է միայն բարի հոգեբանության մասին, բաղվածքի մասին, ու այդ ինձ համար կարևոր բան է, էլի, բարը հասկանալու, բարելու համար, որովհետև այդ լոկ շարժում չէ, այդպես կասեմ, բարելու բան։ Մենք խոստոպ մեդիայի հարթակում արդեն որոշում ենք այցրետյան Կինոսյանի հետ, որ հատուկ հաղորդում պետք է անենք, անգամ անունը ամբողջը որոշվել էր, ցավոք սրտի մեզանից նա շատ շուտ հեռացավ, շատ եմ ցավում, իհարկե, նորից եմ ասում, մեր օրյա մեր ժամանակահատվածում վերջին տարիների ունեցել են մի քանի մեծանուն հայեր, որոնք արժանի ժառանգներն են եղել մեր մեծությունների, նախնիների, այդ թվում Կինոսյանն էր, Կարմեն Վարդանյանը, հանուն անունները միշտ ցիտում ենք, ու նրանց ճիշտ է, միայն Կինոսյանի առիթունը ճանաչելու մոտիկից շատ քաղաքական, մշակութային ամեն հարցով շփվել ենք, շատ մտքեր ենք փոխանակել, ընդհանուր ծրագրեր ունենք, անգամ խոստով մեդիայի զատ, բայց ինչև այդպես ստացվեց, բայց նրանք նույնպես ինձ համար ուղեցույց են, միշտ որ ինչ-որ գործունեություն եմ ծավալում, պայտակավ ինչ-որ ես էլ շեղվել ասեմ կամ ինչ-որ սխալվելու ուղի բռնեմ, պայտակ միշտ հիշում եմ, որ Կարենի խոսքերից կամ ինչ-որ Նինուժդեից ավելի մեծ Թումանյանի խոսքերից եմ հիշում, ինձ անմիջապես ինձ հենց ոնց որ ասացիք հղկումը, հա, բարերի մեջ չէ, մենք պետք է մեզ հղկեն, ուղղումա միշտ ստիպում է որ չշեղվեմ, ճիշտ ուղու վրա մնամ, ճիշտ խոսք արտաբերեմ, ճիշտ միտք ձևավորեմ։ Շատ էլի հարցեր կա, շատ հաճելի զրույց ստացվեց իրականում։ Եկեք sense անենք։ Ես այս անգամ դες խոսքը վերջին խոսքը դες տամ։ Ձեզ սերնդակիցներին ինչ կասեք։ Ազգային իմաստով ինչ խորհուրդ կտաք։ Sense ապագորգոր խոսքեր պետք չի իհարկե, բայց ձեր անձնական փորձից ելնելով եւ մասնավորապես ինչու՞ չէ գաղութայության Ռուսաստանում դեռևս բնակվող երիտասարդության ինչ կասեք։ Ես երևի ասեմ միշտ այսպես ծեծված խոսքեր ունեմ, պետք չէ լինել հայրենասեր, այդ կարևոր բան է, ուղղակի պետք է լինել հայ։ Այդ հերիք է, որպեսզի դուք լինեք այն հայրենասերը,
մասին պատկերացումներ եք կազմում, երազում եք ու դառնաք այդ հայրենասերներից մեկը, օրինակի համար դառնաք Մոնթե, դառնաք Նժդե ու պետք չէ սպասել, որ ինչ-որ մի օր ինչ-որ տեղից կգա օգնություն, կօգնի ինչ-որ բան կօգնի ձեզ ինքնաճանաչ դառնալ, ինչ-որ բան կօգնի ինչ-որ բարդ իրավիճակից դուրս գալ, ուղղակի պետք է լինել հայ, փորձել ապրել հայ կյանքով, փորձել նմանվել հային ու ամեն բան լավ կլինի։ Շատ ճիշտ եք ասում։ Ծեծված խոսքերը ամենալավն են, շատ հաճախ, որովհետև այդ ծեծված խոսքին հասնելու համար ինքդ ուղի ես անցնում, շատ բաներ ես ոնց որ լսում, վերլուծում, քննադատության ես արժանացնում, նոր միտք է ձևավորվում։ Ու հայրենասիրություն բառն է, ես միշտ ասում եմ ու խոսում եմ, ոնց որ ստացվում է ես որ փիլիսոփայում եմ, դեմի մարդիկ ոնց որ ընկերներ իհարկե հեգնում են, ասում են լավ, դե ինչ ես ասում, օրինակ դու կարաս արտաբերես անգամ ասես ես մայրասեր եմ, որտեղ մայրիկից սիրում ես, ես տնողին սիրում ես։ Նա իմ ասեն զարմացած մայրասեր բառը կարում ենք, մեր լեզու շատ ճկուն է, կարում ենք արտասանենք, բայց մի քիչ տարօրինական չունի, ձևի հայրենասերն է, հա։ Ու ճիշտ եք ասում, մարդ պետք է ուղղակի լինի ինքնաճանաչ, այդ բառը շատ կարևոր է, հա։ Ես դրա համար նաև մեր հարգարժան Վարդան Հակոբյանի հաղորդումներ եմ շատ սիրում, ինքը հաղորդում ունի YouTube հարթակում, կոչվում է ինքնաճանաչում։ Բառը շատ կարևոր է։ Ու մեր ազգի համար շատ կարևոր է ճիշտ հարցեր տանք, որպեսզի ճիշտ պատասխաններ գտնենք։ Ու հարցեր տանք նաև մեր մասին, ոնց որ դուք եք արել, ես եմ արել, ով ենք մենք, որտեղից ենք գալիս անձամբ, հա, մեր արմատները որտեղից են։ Դուք օրինակ Սևադից եք, հա, Սեբաստիայից եք։ Ես Օրսկոմից, Կիլիկիայից եմ, Մարաշադանա քաղաքներից։ Շատ կարևոր է այդ ամեն ինչ ու դեր է խաղում մարդու կյանքի մեջ, հա, արմատները եթե ամուր չեղան, դու չես աճի ճիշտ ձև, թերի կլնես, կոպիտ ասած ռախիտ կմեծանաս։ Այնպես որ այո, պարտադիր ճիշտ տեղեկատվություն է մեզ պետք, ճիշտ հարցեր բարձրաձայնենք, ճիշտ տեքստեր կարդանք, ճիշտ գրողների կարդանք մեր հայ, թեկուզ օտարերկրյա, բայց այնպիսի գրողների, որոնք մեզ օգուտ կտան, ու պարտադիր պատասխանները ինստինկտյան ձեր կյանքում կտրվեն։ Ներողություն, մի հատ բան ավելացնեմ, իմ կարծիքով ինչ որ ճիշտ գրող չկա, այսպես եմ ասում, այսինքն մարդ պետք է ինքը կարդա, ուսումնասիրի, դնի համեմատության մեջ ու հասկանա արդյոք այս ինչ մարդը ճիշտ էր, թե չէ։ Կարող են խորհուրդ տալ, ասել, որ օրինակի համար Հովհաննես Թումանյանը ճիշտ է։ Ու այդ մարդը ինքը պիտի գա հասնի։ Հովհաննես Թումանյանը ճիշտ է։ Օրինակի համար ես մի քիչ ժամանակից դուրս ելնանք, ինձ համար միշտ վանող կերպար է եղել Վիլյամ Սարոյանը։ Այդ իր խոսքերի ես չեմ կարդացել Վիլյամ Սարոյան, բայց շատ թևավոր խոսքեր լսել եմ, ինչ-որ բաներ, փոքր հատվածներ կարդացել եմ, ու միշտ ինձ համար ինքը արտասովոր կերպար է եղել։ Գուրգեն Յանիկյանին ուսումնասիրելուց իմացա, որ Վիլյամ Սարոյանը այն մարդը չէ, ով մեզ ներկայացել։ Այն մարդը չէ, որով ինքը հայտնի դարձավ հայության մեջ։ Բայց ինքը ավելի հայտնի հայ է այսօր, քան օրինակի համար Չարենցը։ Վիլյամ Սարոյանը հակամարտությունների մեջ է եղել Չարենցի հետ։ Որովհետև Չարենցը փառահեղ գրող է եղել։ Բայց հիմա մարդիկ ավելի շատ գիտեն Վիլյամ Սարոյանին, Վիլյամ Սարոյանի աշխատությունները, քան Չարենցի։ Ու այդ մարդիկ իրենք պետք է ինչ-որ բաներ ուսումնասիրեն ավելի պակաս ու հասկանան, ինչ որ մարդ ճիշտ է, թե ճիշտ չէ։ Օրինակի համար ես գրականություն ունեմ, գրքեր ունեմ հավաքած, այդ գրքերը ես ընդերսում եմ, այդ գրքերի մասին որոշել եմ կարծիքներ թողնել, որպեսզի իմ երեխաները օրեր նոր եթե որոշեն բացեն գիրք կարդան, իրանք այդ գրքերը, այսպես ասած, ինձ համար ճիշտ գրքերը կարդան, բայց վերջում ունենան կարծիք այդ գրքի մասին։ Այդ գրքի հատված ավելի կարևոր է կամ կարևոր չէ։ Այսպես շատ կարող եմ խոսել ժամանակի մեջ չէ։ Մի ուրիշ անգամ անպայման շատ մեծ հաճույքով թե դեմ դուք հետ համաձայն լինեք, ճիշտ բառի հետ կապված ճիշտ գրականություն ասելով ես նկատի չունեմ, ուղղակի եթե մի գրողի մի գիրք կարդում ես ու նկատում ես դրանից ոնց որ դու օգուտ չունես, ճիշտ խոսք չկա եւ նիմա չկա իր վրա ոնց որ ժամանակ կորցնես, որովհետեւ զուտ ինքը հանրահայտ է, ամբողջ աշխարհը իրեն կարդում է։ Ես այդ իմաստով եմ ասում, ճիշտ գիրք, գրականություն, հա։
Վիլյամ Սարյանի հետ կապված նույնպես իհարկե նա Բիթլսեցի մարդեր եւ այլն դեր խաղաց ամեն դեպս Սփյուռքի համար, որոնք շատ էին հեռացել հայկականությունից, ինքնությունից, հայ ինքնությունից, բայց ճիշտ է, ինքը այն խորությունը չունի, ներքին աշխարհը չունի, որ կարող էր ունենալ Չարենցը կամ մյուս ուժեղ մեծանուն հայեր, որոնք հոգով, ամեն ինչով հայ էին, հա, աշխատում էին, նավարարում էին հայ ազգի համար։ Վիլյամ Սարյանը մի քիչ ավելի ոնց որ ինքերս կասեր, բառը ասեմ, Սփյուռքի product էր։ Հա, Այնց մակերեսայնություն ուներ իր մեջ, բայց ինչևէ։ Նորից շատ շնորհակալություն։ Ժամանակի համար շատ հետաքրքրական զրույց էր։ Հույս ունեմ հետագայում նորից արդ կունենք խոսելու, ավելի խոր զրույց ունենալ նաև ինչ չէ մեր ուղղագրության մասին, գրաբար ազգային բարերի մասին, ավելի ոնց որ հանգամանալից զրույց ունենք։ Այսօր մեր նպատակը ոնց որ ասացի հաղորդման սկզբում միմյան ճանաչելն էր, ձեզ բացահայտելն էր եւ Պարզվում է որ ճիշտ եմ արել, որ դες հյուրընկալել եմ մեզ մոտ ճիշտ բառը ասացիք սկզբում կհիշեք, ասի որսալ, ճիշտ եմ որսացել, հա, հայնակցից գտել եմ, շատ ուրախ եմ այդ առիթով։ Մեր հայնակիցները նորից շնորհակալություն եմ հայտնում մեզ դիտելու համար, պետք է խնդրեմ հավանեն այս հարցազրույցը, այս շփումը, եթե նրանց դուր եկավ, անպայման տարածը եւ ոնց որ միշտ եմ ասում, ինչ է լինի, որքան էլ բարդ իրավիճակում գտնվեք, թե անձամբ, թե իբրև հայազգի մասնիկ, երբևիցե հայացքներդ խոստոպի չկտրեք։ Մնաք բարով, տեսություն։